Սարյանը հետադրան ամենի ասուլիսը Գանձասարի իրան խաղից հետո նախավին ասուլիսը։ Բավական ծանր խաղ ստացվեց, ճիշտ ասած այդպես էլ սպասում էինք, որովհետև Գանձասարը իրոք մարտական լավ կազմ հավաքել, լավ ֆուտբոլ են խաղում։ Առաջ խաղակեսը մի քիչ բարդ էր, որովհետև շատ կազմակերպված էր Գանձասարը, ճիշտ է մենք գնդակը վերահսկում էինք, բայց գոլային պահերի առումով չունեցանք շատ պահեր, երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ անցկացրեցինք, ավելի սուր էինք, գոլներ խփեցինք, բնական է, այս հաշվի դեպքում վերջնամասը մի քիչ նյարդային կլիներ, այդպես է ստացվեց, բայց ամենակարևորը 3 միավորն էր, որը վաստակեցինք, շարժվում ենք առաջ։ Ճիշտ ասած մենք 3 հարցակողով ենք խաղում, եզրայինները մեր մոտ հարցակվող են ու շատ ճիշտ եք նկատել, մենք էլ շատ աշխատում էինք օգտագործեինք եզրերն ու կիսաեզրերը, այդ առումով ահագին լավ բան ստացվեց։ Դե առաջի sense ճակերտավոր մեղավորը դա Գանձասարն էր, որովհետև շատ լավ էին պաշտպանվում, կազմակերպված մեծ քանակությամբ։ Իհարկե մենք էլ խնդիրներ ունենք, ինչպես որ յուրաքանչյուր թիմ ու աշխատում ենք այդ ուղղությամբ, եզրափակման հետ կապված մենք մեծ աշխատանքներ ենք տանում։ Թիմը օրեցօր ավելի շատ հաստատուն կերպով առաջ է շարժվում ու այն գաղափարները, որ մենք ենք ուզում ներդնենք, տեսնում ենք, որ թիմը դա վերցնում է, ինձ շատ դուր է գալիս, առաջի հերթին նրանց պրոֆեսիոնալիզմը, նրանց վերաբերմունքը իրենց աշխատանքին ու այն ուղղությանը, որը մենք բռնել ենք։ Դա ինձ դուր է գալիս, լիովին բավարարում է։ Միանշանակ մենք պայքարելու ենք անկախ ամեն ինչից, բայց դեռ վաղ է այդպիսի բաներից խոսալը, մենք խաղից խաղ ենք պատրաստվում, մեր համար ամենակարևորը միշտ հաջորդ խաղն է լինելու, բայց իհարկե մենք ունենք առաջադրանքներ, որոնց համար մինչև վերջ պայքարելու ենք։ Նախ Վագները վնասվածք ունի, շուտով կսկսի թիմի հետ աշխատանքը, ինչ վերաբերում է Լուկասին, նա նոր է վերջնական վերականգնվել, թիմի հետ արդեն մարզվում է 2 շաբաթ, եթե չեմ սխալվում, ժամանակի ընթացքում բնական է, մենք իր որակները լավ գիտենք, բայց բավական երկարաժամկետ է ինքը բաց թողե, հնարավորություն կգտնենք, որ իրան խաղալու ժամանակ տրամադրենք։ Ամեն ինչ իրանից է կախված, ես հեռանկարներից շատ չեմ խոսա, բայց իր աշխատանքը բավարարում է, բնական է, շատ աշխատելու տեղ ունի, բայց ինքը շատ էներգիա, էմոցիա ունի իր մեջ, որը մեզ շատ է օգնում։ Հենրին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար ու գտնվում է շատ լավ վիճակում, փառք Աստծո այդ վնասվածքը լուրջ չէր, ընդամենը մի խաղ բաց թողեց ու դա հենց այդ թիմի հետ է, թիմի առաջատարներից մեկն է Հենրին։